Երեք երեկոյան պոդքաստ էի լսում, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս ընդհանրապես քննելուց առաջ տարբեր գիտական եւ կրթական թեմաներով պոդքասթներ եմ լսում եւ դա այդ թվում նրա մասին էր, թե չնայած Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը շատ ֆունդամենտալ նշանակություն ուներ աշխարհի եւ տիեզերքի ճանաչման համար, բայց ինչպիսի ֆունդամենտալ հարցերում ինքը սխալ դուրս եկավ, շատ ֆունդամենտալ հարցերում, որովհետև օրինակ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հիմնվում էր տիեզերքի ստատիկ լինելու տեսության վրա եւ 50 տարի մոտավորապես պահանջվեց, որպեսզի տեսությունը այդ մասով հերկվի։ Ես նկատի ինչի համար եմ սա ասում, հիմա ոչ մեկ չի գնացել եւ Էյնշտեյնից իր Նոբելյան մրցանակը եւ մյուս դափնիները չի վերցրել, ընդհակառակը ավելի բարձր են գնահատում, ինչու, որովհետեւ իմացությունը ճանապարհ է։ Նա ով չի փոխվում, մի այդպիսի ասացված կա, տգետա նա ով չի փոխվում։ Եթե աշխարհի ճանաչման հիման, աշխարհի եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին են 2018 կամ 19 կամ 20 թվականին, ընդ որում ինստիտուցիոնալ, ոչ թե մեր, այլ ինստիտուցիոնալ Հայաստանի Հանրապետություն։ Այսօր Հայաստանի Հանրապետություն չէր կարող լինել։ Ես էլ եմ ասում, դու սենց որ այս տեմպով գնաք, դուք էսա հասնելու եք 3-րդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք, ասելու եք, բա դու 3-րդ դասարանում, հիմա ի ժամանակ էիր դու ստում, թե հիմա։ Ձեր պրոբլեմը նտեղ է, ես էլ եմ ասում, դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում։ Դուք չեք հասկանում, դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում։ Հələ այն մի մասը գոնե այդքան խելք ունի, չի մասնակցում։ Հիմի ձեր կեսի չափով, կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն ալնելու, մեկ էլ ընդեղ բանով։ Երրորդ ուժն է, ինչպես ասում են բանով, դավեսկայով մի հատ է երրորդ ուժը ալնելու, որ դուք չեք լինելու։ Դա գիտեք ինչից է։ Ձեր հարցից է։ Որտեղ դուք չեք հասկանում, դուք այսօր ամեն ինչ ընկալում եք նենց, ոնց որ 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, եւ էտա։ Այո, եւ մենք այսօր ունենք խաղաղություն։ Եվ մենք ունենք այսօր խաղաղություն, եւ մենք հասկացել ենք մի բան, որ եթե մենք մեր խաղաղության երաշխավորը չլինենք, մենք ոչ մեկ երաշխավորը չի լինի, որովհետեւ մեր խաղաղությունը մենակ մեզ է պետք։ Մենակ մեզ է պետք։ Ուրիշ ոչ մեկի մեր խաղաղությունը առնվազն ավելի շատ պետք չի։ Արձագանք։ Ավելի լավ է որոշ բաներ չհասկանալ, քան ձեր նման հասկանալով ստել, սա ձեր 3-րդ դասարանի շարադրությունը չէր։ Սա ընդամենը մի քանի տարի առաջ, երբ բանակցում եք նախաստորագրած թղթի մասին, այդ մամուլի հասնելու եք 3-րդ դասարան։ Չենք հասնի, տենց սադոմազոխիստական հակումներ չկան։ Սա ընդամենը ձեր մի քանի տարի առաջ հարցազրույցից էր հատված, ու ես շատ պարզ բան էի ուզում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսնի։ Դուք այս ամենը փաթեթավորեցիք Էյնշտեյնով հարաբերականության տեսությամբ, մի պարզ բան քողարկելու։ Փաստորեն ասացիք, որ այո, անկյունակարային հարցի շուրջ տեսակետ եք փոխել։ Հիմա 180 աստիճան հակառակ բանն եք ասում։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մի պարզ ուղերձ ունեմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք 6 ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք ես նորից եմ փոխվել, ավելի է ընդլայնվել իմ աշխարհայացքը եւ մտահորիզոնը։ Ու հիմա էլ ասում եմ ճիշտ հակառակը նրա, ինչ որ այսօր ստեղից եք ասում։ Ձեզ վստահելը հանցագործությունը։ Շնորհակալություն ձեզ։ Մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ուներ անվտանգության երաշխավոր գրած թղթի վրա։ Դուք էլ գալիս եք ասում եք, այ այդ անվտանգության երաշխավորին ոչ թե 4-րդ հոդվածի 3-րդ բառի 4-րդ բառի 5-րդ կետով են դիմել, այլ 6-րդ տողի 8-րդ բառի 7-րդ տողը դրա համար
բանը, ընդեղի արհեստական բանականություն չի կարող կարդա մենք ինչով ենք դիմել։ Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից եւ դառնանք պետություն։ Որտեւ այդ անվտանգության երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն։ Մեր վրա խաբարել չի եղել, որ մենք պետություն չենք։ Եվ եթե գիտեք ինչ, փոփոխվող աշխարհում նա ով չի փոխվում, ինքը արժանանալու է դինոզավրի ճակատագրին։ Այո, ես չեմ բացառում, որ այս 6 ամսվա ընթացքում 6 ժամվա ընթացքում կարա իրադրությունը նենց փոխվի, որ շատ գնահատականները վերափոխես։ Եվ այն երկրները, որոնք այդպիսին չեն, իրանք հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր կտրտում են։ Այո, մենք ինստիտուցիոնը գալիս են կարդում զեկույցը, նենց կարդում է, ոնց որ ինքն է այդ զեկույցը գրել։ Մի րոպե, ոչ մեկի մոտ հարց չի, ամբողջ կառավարությունը 3 ժամ նստած ստեղ, 3 ժամն է, ով է այս ընթացքում այս երկրի անվտանգությունը ապահովում։ Բայց երկրի վարչապետը կդգա միտեղ, քանի ժամ արդեն, 2 ժամ սենց արած կնստի, հա։ Բայց ինչ ենք եկել նստել։ Հələ նայեք ամբողջ կառավարությունը նստած աստեղ, արտաքին գործերը, ներքին գործերը, այնտեղ ընդհանրապես շրջակա միջավայրում ինչ է կատարվում այս ընթացքում։ Լսեք, դուք 3-րդ դասարանում եք, կներեք 1000 ներողություն։